Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը իրավական տեղեկատվական կայք է, որտեղ տեղադրվում են Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծեր։ Կայքի գլխավոր էջը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ ամսաթիվ, նախագիծը մշակող մարմին, ոլորտ, տեսակ, ինչպես նաև ֆիլտրացիան հնարավոր է իրականացնել ըստ նախագծի կարգավիճակի, բանալի բառեր։ Յուրաքանչյուր նախագիծ իր մեջ պարունակում է բանալի բառեր, որոնք գրվում են վանդականիշով։ Գրելով բառն այստեղ, կտեսնեք բոլոր այն նախագծերը, որտեղ առկա է տվյալ բառը։ Որոնել դաշտում որոնումը կարող եք իրականացնել ըստ նախագծի վերնագրում առկա բառերի, տեքստում առկա բառերի, առնչվող նախագծերում առկա բառերի։ Կայքում առկա է նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մշակող համապատասխան գերատեսչությունների ցանկ, որի ներքևում կարող եք տեսնել տվյալ պահին կայքում առկա ակտիվ նախագծերի քանակը, ինչպես նաև ընդհանուր նախագծերի քանակը։ Վերջին տեղադրված նախագծերը բաժնում ներառված են ըստ ժամանակագրության վերջին տեղադրված 3 նախագծերը, որից հետո տեղադրված են ըստ ժամանակագրության վերջին 3 ամենաքննարկված նախագծերը։ Յուրաքանչյուր պատուհանի վրա կարող եք տեսնել, թե որքան է կազմում դիտումների և ներկայացված առաջարկների քանակը։ Սեղմելով հիշել նախագիծը հնարավոր է այն ներառել հիշված նախագծերի ցանկում և ըստ անհրաժեշտության վերադառնալ տվյալ նախագծի էջ։ Նախագծի վերին հատվածում ցույց է տրված հանրային քննարկման տևողությունը, մեկնարկը և ավարտը։ Յուրաքանչյուր նախագծի էջում տեղադրված է հանրային քննարկման ներկայացված նախագիծը։ Հետևյալ պատուհանների օգնությամբ կարող եք ծանոթանալ նախագծի հակիրճ բնութագրին, նախագծի ընդհանուր տեքստին, հիմնավորմանը, ամփոփաթերթին։ Նախագծի աջ հատվածում կարող եք տեսնել հետևյալ տեղեկատվությունը՝ նախագծի տևողությունը, իրավական ակտի տեսակը, կարգավորման ոլորտը, գերատեսչությունը և կարգավիճակը։ Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով բաժնի միջոցով կարող եք տվյալ նախագիծը մշակող մարմնի էլեկտրոնային հասցեին ուղարկել նամակ։ Յուրաքանչյուր նախագիծ հնարավոր է պահպանել ինչպես Word, այնպես էլ PDF ֆորմատներով։ Թողնել առաջարկ պատուհանը նախատեսված է օգտատերերի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ առաջարկ թողնելու համար։ Առաջարկ թողնելու համար անհրաժեշտ է գրանցվել կամ մուտք գործել կայք։ Յուրաքանչյուր նախագիծ ունի նաև ակտիվ և արխիվացված ֆիլտրերի հնարավորություն, որտեղ համապատասխանաբար կարող եք տեսնել բոլոր ակտիվ և բոլոր արխիվացված նախագծերը։ Կայքը նաև բաղկացած է հետևյալ բաժիններից՝ օգտագործման ուղեցույց, որտեղ ներկայացված է տվյալ կայքի օգտագործման ուղեցույցը, ինչպես նաև վիճակագրություն։ Վիճակագրություն էջում ներկայացված են վիճակագրական տվյալներ գրաֆիկական պատկերներով, ըստ ամենաշատ տեղադրված նախագծերի, ըստ ժամանակագրության, ըստ գրանցված օգտատերերի քանակի, ըստ բոլոր գրանցված օգտատերերի ընդհանուր քանակի, ըստ այցելությունների քանակի։